Էս ինչ եք անում, մի հատ հանգստացեք, հայրու տղա եք ի վերջո։ Այսինքն քո ասելով քեզ համար գումարը ավելի կարևոր է, քան հարազատ տղեն։ Հենց որ պետքա հիշում ես, հա, որ հերդ եմ։ Դու հարցիս պատասխանի։ Լսի, եթե իմ տղեն իմ դեմա դուրս գալիս, ուրեմն հա, ինձ տես տղա պետք չի։ Ինչ ես խոսում, Սուրեն։ Դու մի խառնվի գնաս տեղից։ Ես ոչ մի քայլ հետ չեմ անելու։ Ավելի վատ քո համար ճիշտ ես, լավ էլ ձեռ է տալիս, որ լուսեն քեզանից բաժանվի։ Մի անգամից շախ ու մատ կանեմ, քեզ էլ արգամիտ էլ եղավ։ Արգամ ջան, էլի մտքերով ընկար։ Հա? Հա։ Մտածում եմ ես որ չգնամ աշխատանքի մի քիչ հանգստանամ, են էլ ուշքու միտքս անդադ օֆիսն է։ Երեխեք ջան, վաղուց եք շփվում։ Դե մեր ժամանակ մի տարի կարայինք շփվեինք ու ընդհանրապես ոչ մի բան չասեինք։ Բայց հիմա տեսնում ես ժամանակը ինչ արագ է թռնում։ Դե մենք ամեն օր էլ իրար տեսնում ենք, պապ ջան։ Նույն համասարանից ենք։ Համել ժամանակն այդքան էլ կարևոր չի։ Բա ի՞նչն է կարևոր, տղա ջան։ Դե մարդու տեսակը։ Ճիշտ ես։ Ասածիդ մեջ ճիշտ բան կա, մարդու տեսակը։ Անայիս ջան, հանկարծ չնեղվես, հա։ Մեր պապան սիրում է մանրամասն հարցեր տալ։ Ինքը ընդհանրապես դեմ չի ձեր հարաբերություններին ու քեզ շատ է հավանում։ Չէ, Արգամ ջան։ Հա, ես պարզապես այդպիսի բնավորություն ունեմ։ Օգտվեք, երեխեք ջան։ Սուրա։ Սրանց սկսել ես մաման ա թխել։ Քիչ ես ախպերը սա բայենի։ Ինչ էր եղել, որ կանչել էիր։ Արեք։ Այն օրը հանդիպան տեղը հայացքդ շատ տխուր էր։ Շատ կուզեի հենց այդտեղ հարցնել, թե ոնց ես, բայց ու հիմա էլ ուրախ չես։ Ամեն ինչ նորմալ է քո մոտ։ Սովորական, նորմալ։ Իսկ քո մոտ դու ոնց ես, գործերդ մնացած է։ Նորմալ։ Արեք, իսկ հին թաղի պահով ինչ որոշեցիք, խոսել եք Սաթենի հետ բնակիչների։ Դե այդ կապվածը արդեն Սրապյանից մնում է չխանգարի, ամեն ինչ լավ կլինի։ Չէ, պետք չի Սրապյանի պատճառով հրաժարվել, որովհետև այդ իրա ուզածն է հենց։ Իսկ եթե մենք միասին աշխատենք, հաստատ թաղը կփրկվի։ Գիտես, թաղը իմ համար կարևոր է, բայց դու իմ համար ավելի կարևոր ես։ Արեք, իմ մոտ իրոք ամեն ինչ նորմալ է, պետք չի իմ համար անհանգստանալ։ Ու դու էլ իմ համար ես շատ կարևոր, դրա համար ես ուզում եմ, որ քո մոտ էլ ամեն ինչ կարգավորվի։ Դու ավելի շատ, քան ինչ որ մեկը արժանի ես երջանկության։
Դու քեզ խես մեջ գցել, հա? Կարաս բացատրես, լրիվ քեզ կորցրել ես։ Բայց ի՞նչ եմ արել։ Լսի, դու ինչ գործ ունես իմ ու Դավոյի հարաբերությունների մեջ, հա? Էդ էլ իմ լավությունն է, որ ուզում եմ դու ու քո միակ տղան իրար հետ լավ լինեք, վատա, չէ՞։ Այդ քո ուզելով չէ, ինքը պետք է այդքան բանը հասկանա։ Մենակ ինքը հասկանա, բա դու։ Ես չեմ հասկանում, մենք ինչ չունենք, ինչի կարիք ունենք, որ դու այդ փողի պատճառով Դավիթին նեղացնում ես։ Ինչ ես անելու այդքան փողը։ Ես էլ գժվեց, լսի, փողը ինչ են անում, աղջիկ ջան։ Փողը ուժ է, ազատություն է, իշխանություն է։ Բայց այսօր որ մեծացար, ինչ ես անելու, դու չես հասկանում, որ հիմա է պետք օգտվել այդ հնարավորությունից։ Ոչ մեկ իր հետ չի տարել այդքան փողը։ Վերջում մնալու ես դու ու այդքան փողը։ Անթակարակը տիկին ջան, երբ որ փող ունես, մարդիկ անընդհատ պտտվում են կողքերովդ։ Լսի Իզաբել, դու իհարկե իմ կինն ես, բայց հանկարծ անցար դիմացի մայ, չէ՞։ Ինձանից չփոշմանես, եղավ։ Բայց ինչի եք այսքան շուտ գնում։ Կուրսեցուց տուն պետք է մտնեմ։ Առավոտից զանգում ենք չկա։ Գնանք իմանանք ինչ ա եղել։ Բոլորով միասին եք ընկերություն անում։ Հա, պապ։ Անայս ընկերուհին էլ Արտուրի հետ ընկերություն անում։ Դե մենք գնացինք։ Դե հաճախ կգաս։ Սիրո։ Հա, շուտ եք երեխեք ջան։ Շնորհակալ եմ շատ։ Ապրես Անայս ջան։ Տեսնում ես, արգամը խիստ ա թվում, բայց շատ բարի է։ Դե մենք գնացինք։ Հաջողություն, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Լավ իմ որ մեղքի համար կասես։ Լավ էլի արգամ։ Ինչ։ Չտեսար Արամի դեմքից շպիտը չեր իջնում։ Այդ աղջիկն էլ շատ լավ աղջիկ է։ Պապատ միշտ է սենց լուր։ Կարող է դուրը չեմ եկել։ Դուրը շատ ես եկել։ Այդքան էլ ժպտաց։ Դե հա, պապան մի քիչ է խոսում։ Հաստատ։ Ուղղակի մեկ-մեկ նես տխուր էր նայում ինձ։ Հա, որ։ Դե ասեց անհանգիստ է։ Գործի հետ է կապված։ Երևի մտքերով էր։ Իսկ մաման։ Մամա այդ ոնց որ լավ է լեզու գտակ, հա։ Մամադ շատ լավն է։ Չես պատկերացնի մամայիս ինչքան եմ սիրում։ Չասես էլ երևում է։ Գնացինք։ Գներես աղբերես։ Ես չգիտեի, որ դու Վիկայի աղբերն ես։ Չի ներելու։ Էս ինչ էր արածը Արտուր, հո դու վայրենի չես։ Վիկա, հանգիստ։ Դե հիմա դե դու ասա, թե դու ով ես։ Անունս Արտուր է։ Վիկան իմ սիրած աղջիկն է։ Բայց ես չգիտեի, որ դու սենց վայրենի ես։ Այսինքն, տենում եմ անծանոթ տղու հետ քայլում ես, ինչ պետք է անեի։ Ուզում ես ասես, որ պետք է։ Վիկա։ Մենք հիմա գործով տեղ ենք գնում աղբերս։ Համարդ Վիկայից կվերցնեմ, կզանգեմ, կհանդիպենք։ Կսպասեմ աղբերս։ Կներես էլի։ Զանգեմ։ Արի Վիկա։ Ասեցիր գալիս ես, չդիմացա, ասեցի կամ քեզ ընթառաջ։ Բա Սաթենը։ Տուն ա գնացել։ Հանդիպեցիք։ Հանդիպեցինք։ Ու ինչ ա եղել։ Ասեց, որ ես արժանի եմ երջանկության։ Չհասկացա դրանով ինչ էր ուզում ասել։ Դու կարող ես ինչ-որ բան հասկանում ես։ Դե եթե իմ հասկացածն է, Սաթենես վերջերս ասեց, որ Լուսեն ինձ ու քեզ տեսել է։ Դե քաղաքում քայլելուց ուրիշ որտեղ։ Ու մտածել է, որ ընկերուհի ունես։ Մի րոպե, այսինքն
Սաթենը գիտի ինչ-որ բան։ Լուսեն հանդիպել է Սաթենի հետ։ Ես պիտի քեզնից ներողություն խնդրեմ։ Մեր վերջին խոսակցությունից հետո դեպ Օլիայի մասին։ Ես պապային եմ հանդիպել։ Ուղղակի կիսվել եմ ու չգիտեմ ինչի է ինքը որոշել, որ պիտի խառնվի մեր գործերին։ Ու ինչ էր ասում, ինչ էր ուզում։ Դու մեր բոլոր պայմանավորվածությունների մասին ես իրան պատմել։ Չէ, իհարկե։ Ես ուղղակի ասել եմ, որ ըստ մեր պայմանավորվածության ինչ էլ լինի ֆինանսավորումը շարունակվելու է, այդքան բան։ Ես էլ արդեն մտքումս նեղացել էի քեզանից։ Հիմա ինչ չես ասելու, ինչ էր ուզում։ Մի անհանգստացի։ Այն ինչ որ ուզում է ինքը չի ստանա երբեք։ Չգիտեմ, Լուսե, չգիտեմ։ Որոշել ենք գոնե փորձենք ընկերություն անել։ Դավիթ, այն ինչ ինձ է վերաբերվում, ես խոստանում եմ քեզ կասեմ։ Բայց այստեղ հարցը մենակ ես չեմ։ Հա, Լուսե, բայց Լավ, խնդրում եմ։ Դու գնա փոխվի, ես ճաշը տակ հասնեմ, հա։ Լավ։ Հիմա ինչ անենք, չգնանք Վիկայից։ Դե համարյա հասել ենք, բայց բան չկա։ Դու որտեղ ես։ Լավ, հասկանամ զանգեմ։ Չեն գնում։ Չէ, Արտուրը Վիկային արդեն տեսել է, խոսալու բան ունեն իրար հետ։ Դու գնում ես։ Քեզ կճանապարհեմ հետո։ Չէ, պարտադիր չի, ես կարամ գնամ։ Անայիս, չի ասում։ Ես քեզ փողոցում մենակ չեմ թողի։ Քեզ կտանեմ տուն, հետո կգնամ, Արտուրը կսպասի։ Համը խոսալու ենք։ Լավ էլի արգամ։ Ախր խոսեցինք, հասկացանք։ Ինչ ես մռտնել նստել։ Որովհետև չեմ համակերպվում, Մարիամ։ Չեմ համակերպվում, որ հիշում եմ սա էլ առիթ է այդ Սուրենի հետ շփվելու, սիրտս կանգնում է։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց Լուսեն էլ ասեց, որ Արամը իմացել է, սկզբում դեմ է եղել ու չի ուզեցել Անայսի հետ հանդիպի, որովհետև Սուրենի աղջիկն է։ Դե ինքդ գիտես, թե Սուրենին ինչքան չի սիրում։ Փաստորեն մեր ու աղջիկ լավ էլ իմացել եք այս ամեն ինչը, հա։ Դե Արամը խնդրեց, որ ես ոչ մի բան չասեմ քեզ։ Ասեց կգան կիմանաս։ Մենակ խնդրում եմ, Արամի սիրտը չկոտրես։ Էլի չկոտրեմ։ Հասկանում եմ ամեն ինչ, բայց մենակ խնդիրը դա չի, Մարիամ։ Իսկ եթե հանկարծ Արամը իմանա, որ Արամը ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մի բան չի իմանա։ Ես հիմա ամեն ինչ սպասում եմ Սրապյանից։ Եվ ոչ միայն իմ հանդեպ, նաև քո։ Արեգ ջան, մանավանդ երեկվանից հետո։ Սա ես ինձ կարամ պաշտպանում։ Չեմ էլ կասկածում։ Բայց ավելորդ ինքնավստահությունը լավ չի։ Լևոնը համար է թողել, ընկերոջ համարն է։ Նա էլ է ոստիկան։ Համ էլ թողել է համար, անվտանգության համակարգի հետ կապված, ասում է փորձված տեղ է։ Թղթի վրա գրած է թողել եմ սենյակում, մի հատ վերցրու նայի, հասկանանք էլի։ Հետները խոսենք, կարող է տեղադրենք։ Լավ, կզանգեմ։ Քո օֆիսի համար ես ուզում։ Օֆիսի համար էլ, տան համար էլ։ Լավ, կզանգեմ։ Սատ ես քո հետ խոսալու բան ունեմ։ Մի րոպե։ Կներես։ Ասա, Թամար տատասը։ Հիմա։
Հեսա գալիս եմ։ Էյո։ Կներես էլի։ Թամար տատ նախընտրում է, որ արագ իջնեմ։ Գնամ գամ կասես, հա։ Բայց ես ինչ իմանայի, որ Վիկան Թիֆլիսից եկած մորքուրի տղա ունի։ Ծիծաղում ես, բիձա, լավ էլի։ Ինձ թվում է ես իրան ասեմ, որ հենց ընտանեկան ալբոմը բերի մի հատ նայեմ հասկանամ։ Վերջին չեղավ, դու էդ ասա։ Պետքա զանգի, որ խոսանք։ Էդ եր։ Իմ հասկանալով առավոտը։ Այսօր ինչ որ բարեկամի տուն էին գնում Վիկայի հետ։ Երևի միջև գնալ այդ տղայի կզանգի կտեսնվենք, չգիտեմ։ Վիկայի հետ խոսացիր, ինչի չէր պատասխան։ Չէ, ինչ խոսալ։ Լավ էլի, չգիտեմ արդեն։ Բարև ձեզ, տղեկ ջան։ Բարև ձեզ։ Ես էի ձեզ զանգահարել։ Մոտակա ժամանակը բանակի քեֆ ունենք։ Դրա համար ենք այսօր եկել։ Շատ լավ է, միշտ տենց ուրախ առիթներով, տղեկ ջան, համեցեք։ Շնորհակալ եմ։ Մենք 60 հոգի ենք լինելու։ Այն ձեր մեծ սիրուն սրահում կարող են, չէ՞ նշել շաբաթ օրը։ Իհարկե կարանք, տղեկ ջան, որ փաթեթն եք ընտրել։ Որ նվեր DJ, հանդիսավար, երգիչներ, մի խոսքով ես ուզում եմ, որ շատ լավ անցնի։ Հասկացա։ 14000 դրամից փաթեթի մասին է խոսքը, որի մեջ ներառված է 9 տեսակ սառախորտիկներ, 4 տեսակ աղցան, սեզոնային մրգեր, սուրճ, թեյ անսահմանափակ։ Մեկ էլ 2 տաքուտ ես, չէ՞։ Հա, բայց ուտեստները չեն թարմացվում։ Հա, դե մենք ձեր մենյուին ծանոթ ենք, շատ էլ համով է, չափաբաժիններն էլ լավ մեծ է։ Մեկ էլ խնդրում էլի ձեր հասցեն կասեք, ես ինձ մոտ ֆիքսեմ։ Նորաշեն 21, դրոպ 3, 16 թաղամաս։ Վերջ, շնորհակալ ենք շատ։ Համեցեք։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Ոյ, կներես սավոտում եմ, Թամար տատը որոշել է վարագույրները կախի, վատացներ, ասա, լսում եմ ինչ էր ուզում ասել։ Սա նոր ինձ Աշխենը ասաց, որ Լուսան տեսել է ինձ Զոյրան ու մտածել է, որ ընկերուհի եմ։ Բայց մենակ խնդրում եմ իրան ոչ մի բան չասես։ Հա, տեսել է։ Մեկ էլ ինձ էր հարցնում։ Ու դու հաստատել ես։ Չեմ ժպտել։ Իրան էլ խորհուրդ եմ տվել գնա ամուսնու մոտ։ Ինչ։ Ինչը դու չեկավ, սխալ բան եմ ասել։ Բան չասեցի։ Այն օրը մենք խոսեցինք, չէ՞ մազում, որ Լուսեն փոշմանել է։ Բայց ասեմ քեզ, որ երեք հանդիպմանը ես դեզման չնկատեցի։ Ես չգիտեմ իրանք ուր են հասել այդ Դավիթի հետ իրանց հարաբերություններում, բայց ինձ չթվաց, որ իրանք վատ են իրար հետ։ Տենց չէի մտածում, բայց այսօր ինձ Լուսեն քո ասացին մոտ ինչ-որ բան ասաց ու անձնական երջանկություն մաղթեց։ Դու որտե՞ղ ես տեսել Լուսային։ Կարևոր չի։ Կարևորը որ հիմա մոռանամ իրեն։ Այդ թղթերը որտեղ էր, սա դասա գնամ զանգեմ։ Քո սենյակում։ Պատահական էինք հանդիպել Լուսեի հետ, Թե։ Լավ գնամ զանգեմ։ Ինչա ուզում է աղջիկես է խոսում։ Ինչա լինելու սրա վերջը։ Հա, նոնա։ Չէ, չի հիվանդացել պարոն Սարապյանը։ Ուղղակի տրամադրություն չունի, այսօր որոշել է տանը մնա, հանգստանա։ Չի պատասխանում զանգերին։ Դե
ասում եմ, երևի ուզում է հանգստանա։ Ամեն դեպքում դու զգուշ եղի ձեռի տակ չընկնես։ Տրամադրություն չունի ընդհանրապես։ Մամ, ինչ եղար։ Հա բալես ուզում ես բան խոսես։ Լավ, կզանգեմ այսօր այսքանը։ Հոգնեցրի։ Չէ, ասա բալես։ Մամ, պապան ոնց է վերաբերվում իմ ու Արամի։ Ասել եմ քեզ, շատ լավ, ինքը շատ երջանիկ է։ Լուրջ։ Ես քեզ այն ժամանակ էլ ասեցի, որ ինքը շատ երջանիկ է։ Դեռ հիվանդանոցում ուզում էր տեսնել Արամին շնորհակալություն հայտներ։ Բայց ինձ թվում է, թե ինչ-որ բան քեզ մտահոգում է։ Դե Արամի պապայի լրջությունը դուրս չի գալիս։ Դա հարսանիքի ժամանակ էլ էր տենց, բայց լավ կարևոր չի։ Ես գնամ դասերս անեմ։ Մամ, դե ես էլ հո պապային ճանաչում եմ։ Էլ չեմ ասում նախորդ օրը ինչքան էր ուրախացել։ Քանի անգամ էլ ասաց, ընկերով թերավիրի մեր տուն ծանոթանանք։ Արամ ջան, Անայիսը ստեղ կապ չունի։ Ստեղ Սուրենի հարցն է։ Հա, հասկանում եմ, մամ։ Ես էլ երջանիկ չեմ այդ հարցով։ Բայց ես ինչ անեմ։ Ոչ մի բան։ Դու Սուրենի հետ գործ չունես։ Մամ, ախր Լուսեի պահով պապան ոնց որ այդ հեչել դեմ չէր, որ Լուսեն ու Դավիթն ամուսնան։ Ու նես չի, որ Դավիթը այդ մարդու տղան չէր։ Դու ճիշտ ես, բայց դրանից հետո ոչ հաճելի բաներ տեղի ունեցան։ Դե օրինակ հին թաղի պատմությունը։ Լավ, մամ, եթե մենակ է դա։ Բա ուրիշ էլ ինչ։ Չգիտեմ։ Լավ, ես գնացի, մամ։ Բա էլի երբ եք գալու։ Դուրդ եկել, հա։ Կգանք, մամ ջան։ Ես գնացի։ Մի քիչ շուտ գայր, էլի պապատ նոր դուրս եկավ։ Ու ոնց էր։ Ով է պապայից այդ բան հասկանում։ Օրը 1000 անգամ կարող է տրամադրությունը փոխի։ Մենակ ասաց, որ Օլեիդ տան համար գնորդ է գտել իդեպ։ Չէ, այսքան շուտ։ Հա, ուրախ չես։ Դե շատ ուրախ եմ։ Դա Ոնց ես, ինչ կա։ շատ լավ է։ Գիտես, երեք Անայիսը պաշտոնապես գնացել է Արամենց տուն։ Շնորհավորում եմ։ Բա վերջը ոնց էր։ Դե սկզբից վախենալու էր, բայց շատ լավ էր։ Լավ, դուք շփվեք, ես կգամ։ Հիմա ինչ։ Վերջը որոշել եք ընկերություն անեք։ Դե Անայիս, ամեն դեպքում զգուշ եղի։ Իմ սխալները չկրկնես։ Կարողա չպետք է ասեի, ուղղակի չգիտեմ ոնց օգնեմ Արեգին։ Ինքը իմ համար այնքան շատ բան է անում, ոնց որ մեծ եղբայրս լինի։ Ես իհարկե տենց հույսեր ունեի, որ ձեր միջև ինչ-որ բան կստացվի, վերջը։ Բայց ոնց որ ասում են, ամեն մարդ իր կեսն ունի ու իր բախտը ունի։ Դու քեզ ընդհանրապես մեղավոր մի զգա, հատկապես որ Արեգը արդեն ինքն էլ է ասում, երևի պետքա մոռանալ։ Բայց դուք դրան հավատում եք։ Ես աշխարհում ամեն ինչի հավատում եմ, բայց որ Արեգն ու Լուսեն իրար կմոռանան, ընդհանրապես չեմ հավատում։ Բա ինչ է լինելու։ Չգիտեմ։ Ինչ արեցիք։ Տոմսերը վերցրեցիք։ Լևոնն է վերցնելու։ Հենց վերցնեք ասա, հա։ Նորմալ մարդավարի հավաքվենք, նստենք, ձեզ բարի ճանապարհ մաղթենք։ Անպայման։ Այնքան երջանիկ եմ։ Ինչ լավ է լսի, մեր մեջ գոնե ինչ-որ մեկը երջանիկ է։ Սիրո մեջ հարմարվել չի կարելի։ Հասկանում ես ինչ նկատի ունեմ։ Չէ։ Լավ, ավելի պարզ ասեմ։ Կամ սիրում են, կամ չեն սիրում։ Ինքդ քեզ խաբել չի կարելի։
Օրինակ, տես, Օլիայի հարցում ես ինձ խաբում էի։ Դե ինքը ինձ սիրում էր, իսկ ես իրան համակրում էի։ Ու մտածում էի, դե լավ է, հասկանում ենք իրար, հարմարվել ենք արդեն, բայց տեսար վերջը ինչ եղավ։ Իսկ եթե ինքս ինձ չխաբեի, ոչ Օլիային կնեղացնեի, ոչ էլ հիմա ինձ վատ կզգա իր համար։ Ես Արամին սիրում եմ։ Իսկ խոսել եք այդ մասին։ Չէ։ Շատ իզուր, խոսեք։ Ընդհանուր թեմաներ քննարկեք, որովհետև մենակ այդ դեպքում կարող եք հասկանալ դուք ընտանիք կդառնաք, թե չէ։ Դավ չես պատկերացնի ինչքան ուրախ եմ, որ դու իմ եղբայրն ես, շատ եմ սիրում քեզ։ Լսի, եթե ինչ-որ ժամանակ հետո հանկարծ հասկանաս, որ սխալվել ես, չգիտեմ, օրինակ, հասկանաս, որ սեր չի եղել, ուրիշ բան է եղել, չվախենաս խոստովանել։ Եթե անգամ Իզաբելն ու պապան չուզենան քեզ հասկանան, ես մեկա կողքիդ կլինեմ։ Ապեր, խոսացի Վիկայի աղբոր հետ։ Լավ էլ կարգին տղա էր երևում։ Հասկացվում է, վրեդ հետքեր չկան։ Լավ էլի բիձա ղժում ես։ Ես աղջիկները ուշ են գալու։ Ես էլ զանգեցի Վիկային, ասեցի, որ գնամ հետևից։ Ինչի զանգելս էլի չի պատասխանել։ Պատասխանելը պատասխանեց, բայց ասեց, որ իբր գործեր ունի։ Ու գալու է համասարան նոր իրար տենանք։ Հասկացա։ Իսկ ինքը Անայսի հետ չի խոսացել։ Չտեղյակ չես։ Իմ իմանալով չէ։ Ես արդեն կգժվեմ, ինչև իմանամ այդ աղջկա մտքի մեջ ինչ կա։ Դե լավ արի ապեր, հեսա զանգը կտա։ Մեկա միջով աղջիկները չգան, ոչ մի բան չենք հասկանում։ Լավ էլի, ոնց տրամադրություն չունեմ։ Արի, արի։ Մամ, բայց մեղքս եկավ։ Նենց տխուր էր։ Ով ինչ ուզում ասի, դա ոնց շատ լավ տղա է։ Հա, շատ լավն է։ Նենց կուզեմ ինքն ու Արամը իրար հետ ընկերներ դառնան։ Դե, ինչ գիտես, կարող է եւ դառնան։ Անայիս, Վիկ, արիստե։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոյ շոտ էի կարոտել քեզ։ Ես էլ քեզ էի կարոտել։ Մի օր այար չենք տեսել, բայց ոնց որ մի ամիս լինի։ Լավ, ես գնում եմ ֆիթնեսի, դուք սուրճ խմեք։ Ձեզ լավ օր։ Ձեզ էլ։ Ինչ լավ է մամատ գնաց, այնքան բան ունեմ պատմելու, չես պատկերացնի։ Վիկ, ինչ է եղել։ Այն խեղճ Արթուրը իրան կորցրել առանց քեզ։ Վիկա։ Ինչ է եղել։ Չէ, Ռոմ, համ պարրավին, համ էլ իր այդ լակոտին։ No, առայժմ մենակ հետևում ենք, գնես չէ, պարրավ ամեն օր գնում մաշին հրապարակ կամ օֆիս, հասկացար։ Հա, ու լակոտին էլ չմոռանանք, մենք հասկանանք իրան շարժը։ Ֆրֆրա հետևներից բան, իհարկե տեսնենք ինչ եք անում, եղավ։ Հա, լավ։ Պայմանագրերը պարոն Սրապյան։ Վայ, ապրես դու նոլեջկը, ապրես, դե գնա։ Վիկ, ինչ է եղել։ Այն օրը, որ եկա ձեր տուն ու խոսացինք իմ ու Արթուրի պլյուսներից ու մինուսներից։ Հա, հիշում եմ։ Դե իմ մինուսներից չխոսացինք։ Դու ասացիր, որ մինուսներ չունես։ Իրականում դրանք իմ մոտ ավելի շատ են, քան Արթուրի։ Ու ես հիմա մտածում եմ, կարողա պետք չի, որ ես ու Արթուրը ընկերություն անենք։
Ինչ, դու տենց չես մտածում։ Լավ, Վիկ, ես հələ պետքա փոխվեմ։ Արագացրու ճանապարհին կխոսենք։ Ասա տեսնեմ ինչ ա եղել, որ սենց առավոտ շուտ ուզեցիր գաս։ Պապան Արամը տանն են։ Չէ, Արամը գնացել է, պապա Տերեգու այսօր տանն է։ Բա ուր ա, հիմա ստեղ ներսն է։ Վերևը քնած ա, ինչ ա եղել լուսը։ Մամ լսի։ Արեգին եմ հանդիպել։ Էլի դու ես զանգել, լուսը լավ էլի։ Մամ, չէ։ Ինքն ա խնդրել, որ հանդիպենք։ Էս պապաներ։ Չէ, դժվար։ Լավ, դու ներս գնա, ես հիմա գնամ։ Հասկացանք, դու շին հրապարակում ես, բարգամ ուրա։ Ոնց երկոր չի գալի։ Փորձում եմ Արեգին չխառնել ես ամեն ինչին։ Իսկ Դավիթի հետ Մամ լավ էլի։ Պարզա, չես ուզում պատասխանես, փաստորեն նույն վիճակն է։ Հա ու։ Ուշանում եք երեխեք ջան, շուտ արեք գնացեք, էլի։ Լուրջ գնացեք, մենք կսպասենք, մինչև կգաք։ Դե լավ մնացեք։ Բարի ճանապարհ։ Եկեք, ուշացանք, գնացինք։